Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը որոշել է մեկնաբանել Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը։ Նա ասել է, հիշում ենք, որ Երևանը դիմել է մեզ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում իրենց օգնել եւ նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Եվ այսպես Լավրովը պատասխանում է, այմ առաջին հարցս լինելու է, ինչի է Ռուսաստանը որոշել պատասխանել։ Լավրովը պատասխանում է Կայա Կալասին եւ ասում է. Սա անկեղծ խոստովանություն է։ Եվ այսպես առաջին հարցս, ինչու է Ռուսաստանը արձագանքում եւ երկրորդը ում խոստովանությունն է անկեղծ, եթե կարելի է բացատրեք։ Շատ դժվար է կոկայինով հարբած ձի ու բաները բացատրել, բայց կփորձեմ։ Մոլդովայի հիշատակումը եւ ընդհանրապես այդ հիմնադրամ, որ Եվրամիությունը ունի, դա հակառուսական հիբրիդային ալշուտ ռուսական հիբրիդային պատերազմին հակազդելու համար է ստեղծվել ամբողջությամբ։ Եվ դա վերաբերվում է ոչ միայն Եվրամիության երկրներին, որտեղ դա ակտիվորեն կիրառվում է, այլ նաև այսպես կոչված արևելյան գործընկերության, որոնցից իրականում մնացել է միայն Հայաստանը։ Հետևաբար այո, եւ ավտոմատ կերպով այդ գումարը, որ գալիս է, այդ գումարը հատկացվում այն ֆոնդերից, որոնք ստեղծվել են ռուսական հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Ակնհայտ է, որ Լավրովը արձագանքեր հենց այդպես, որտեղ իրենց դեմ աստեղծել։ Այսինքն նաև ակնհայտ է, որ Փաշինյանը նկատի ուներ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմ։ Ռուսաստան բառը չէր նշվում։ Դա բարձ է, բայց ոչ մեկ չի կարող բանանի։ Ուրիշ է, չէ, Նիկոլ Փաշինյանը կարա չունենա նկատի ունենա Ռուսաստան։ Նիկոլ Փաշինյանը կարա նկատի ունենա բան պրոռուսական ուժեր Հայաստանում։ Որովհետև որոնք ինքը չեն, որտեղ Ռուսաստանի դեմ պայքարելը այդ դաշտում տենց չի լինում։ Այսինքն Ռուսաստանը իր վրա է վերցնում, հասկանալով, որ Ռուսաստանը իր վրա վերցնում, Ռուսաստանը ապահովում է Նիկոլ Փաշինյանի բանը, հետնահանջը։ То есть իրանք դերի մեջ են, պայմանավորված լրիվ պայմանավորված։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը ներքին ուղղված է նրա վրա, որ վերցնել իր վրա այն ընտրազանգվածը, որը պրոռուսական է, բայց ասենք գումարով անմիջականորեն կախված չի, ասենք չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Սերժ Սարգսյանից։ Այսինքն նրանք ովքեր ոնց որ գումարով են հետաքրքրված իրենց պրոռուսական են, բայց նաև գումարով կապված են այդ օլիգարխիկ, պսևդոօլիգարխիկ եւ ռուսական այդ մարդկանց հետ, իրանք իհարկե մի կողմ, բայց իրանք շատ չեն, իրանք բան չեն։ Բոլոր մնացածը, ովքեր մտածում են, որ Ռուսաստանը շատ կարևոր է Հայաստանի համար, դրանց թիվը էլի եմ ասում, ընդհանուր գումարային պրոռուսական ուժերի այտենց բանը մոտավորապես 34-35%։ Այդ դրանց մեջ տեղավորվում է համ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, համ Սամվել Կարապետյանի զարմիկի, համ Ռոբերտ Քոչարյանի որդու, համ Վանեցյանի, համ չգիտեմ, բոլոր մնացած են կուսակցությունների, այդ թվում են կոնսենսուս -1 խաղերով այդ ժողովրդի։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնա հետ, մնա Ռուսաստանից իր մեջ, մնա հին, այսինքն որ իրանք այս երկիրը կառավարեն, շարունակեն գողանալ այս երկրից։ Փաշինյանը ինչու է դիմում այդ դեպքում Եվրամիությանը Կայա Կալասը ինչու է ասում, հա։ Փողը գալիս է էլ։ Համ էլ գումար է վերցնում, որ ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանի դեմ պայքարի, որովհետև Սամվել Կարապետյանը ունի շատ փող։ Փողը վերցնում Սամվել Կարապետյանը այդ պատրվակով վերցնում է Եվրամիությունից գումար։ Այսինքն ինքը ասում է Ռուսաստանի դեմ են պայքարում, բան չես կարող ասես այո, դու պայքարում ես իրանց ձևով, այդ ինչա ոչ իմ դրանց անում։ Մեր ձևով։ Այդ դեպքում հարց է, ինչու է փափուկ ուժը Ռուսաստանի այստեղ շարունակում գործել Մոլդովայի թեման։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը չի պայքարում Ռուսաստանի դեմ։ Պարզապես հիշեցնենք, որ Մոլդովայում ամեն ինչը փակվեց։ Հա, դե պետք է ասում վաղուց է փակվել, վաղուց պետք է փակվի։ Եվրամիությունում գրեթե ապացուցված է, որ ռուսկի դոմը ու Ռոսատրուդնիստվան դա ԳՌՈ-ի եւ ՖՍԲ-ի հատուկ Հայաստանում գործում են։ Իհարկե գործում են։ Բա ինչպես է պայքարում հիբրիդային պատերազմի դեմ։ Ինքը չի պայքարում հիբրիդային պատերազմի դեմ, ինքը պայքարում է Սամվել Կարապետյանի դեմ։ Ինքն է ռուսամետ ուժը։
Նիկոլ Փաշինյանը ռուսամետ ուժ է դարել։ Ինքը որոշել է, որ կարելի է մատը մատին չտալ, երկիրը պահել շատկաները կաղկոյի մեջ, ոչինչ չապահովել երկրի համար, բացի ձևական ժողովրդավարությունից եւ ինչ-որ պրոցեսների ժողովրդավարացման ցուցադրական գործընթացներից, ստանդարտներ չանել, մնալ ԵԱՏՄ-ում, սառեցնել հապկը, բանը տենց բանի վրա, ախր ասում էինք Արմենի հետ ինչքան էինք ասում, 2 տարի ասում ենք, որ այս մարդը չի պատրաստ, այս մարդը ոչ թե ինքը ռուսամետ է, ինքը Իրանն է սիրում, ինքը գիտի, որ եվրոպական այդքան գնում գալիս է, ինքը հասկանում է, որ եվրոպական արժեքային համակարգում Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրավունք ունեն, ասենք, չգիտեմ, երկար սովորեն, որպեսզի իրանց թույլ տան, ասենք, չգիտեմ, Գերմանիայում, ասենք, Բավարիայում ինչ-որ մի գյուղապետերանի ընտրությունների մասնակցել։ Կայակալաս է, ինչու այդ դեպքում դուք այդքան հասկանում եք այդ ամենը, Եվրամիությունը չհասկանալով գումար է տալիս։ Հասկանում են, լավ է հասկանում են։ Ինչ է անում Եվրամիությունը այդ դեպքում։ Ոչ մի չի անում Եվրամիության բաները կարճաժամկետ չէ, մեր համար է քրիտիկական, մեր կյանքից ամեն օր գնում։ Եվրամիության համար ակնհայտ է, որ Հայաստանը եվրոպական երկիր է եւ մտնալու է Եվրոպա։ Այսօր, վաղը 10 տարի, 20, 30, իրանց մեկ է։ Իրաց միևնույնն է, Հայաստանը դա Եվրոպա է, վերջակետը դրած է, վերջ բրծել է։ Մեր կյանքից է գնում։ Մենք պատրաստ ենք դրան դիմանալ, ասում եմ, պատրաստ եք դիմանալ, դիմացեք յանի ինչ։ Եվրամիությունը ունի պահանջներ ժողովրդավարության հետ կապված, ազատ տնտեսական հարաբերությունների հետ կապված, բանկային համակարգի ինչ-որ Սա լայն ճանապարհ է տալիս Եվրամիությանը ներխուժել, ներքաղաքական։ Պետք չի պատկերացնել, որ Եվրամիությունը եթե ներխուժի, սենց բանով է, բամբակով փաթաթված է ներխուժելու։ Եվրոպայությունը որ ներխուժեց 15 օրվա ընթացքում այս Խաչատուր Սուփիասյան բանը, ում որ գիտեք, որ մեծ հարուստ են ու բիզնեսմեն են, 15 օրվա ընթացքում կլինեն սնանք ու քրեական բաները ոդվածներով կնստեն։ Որտեւ իրանք ապահովում են Ռուսաստանի բաները, սխեմաները։ Որովհետև, ասենք, չգիտեմ, մեր բանկերը մինչև հիմա կպած են, չնայած որ դա պատժամիջոցների առիթ է, կպած են Ռուսաստանի կենտրոնական բանկին, համակարգին։ Ոնց եք դուք Ռուսաստանից գումար ստանում։ Այլ կերպ ասած, դուք որ ասում եք, ես հարցրեցի Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ մի դեմ պայքարը, ինչ նկատի ունի պայքարը։ Բարեսպոն իմաստով հիբրիդային պատերազմ։ Ինքը հիբրիդային պատերազմ է վարում իր հակառակորդների դեմ ռուսամետ զանգվածի համար։ Եվ Կայակալասը գալիս է որպես Կայակալասը կապ չունի դրա հետ, Կայակալասին միևնույն է Նիկոլ Փաշինյանը ինչ անում։ Կայակալասը Եվրոպական միությունը, Արևմուտքը մեծ հաշվով գիտեն, որ Հայաստանը լինելու է Եվրոպայի անդամ։ Իրանց միևնույնն է երբ, իրանց ձևակերպումը հետևյալն է, եթե դուք հարգելի եւ սիրելի հայեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնքան անասուն եք, որ պատրաստ եք եւս 3 սերունդ սատկել, խոզերի հետ լափ ուտել ու դիմանալ Նիկոլ Փաշինյանի պես մարդկանց, դա ձեր խնդիրն է։ 2 սերունդ հետո էլ չի լինի, եթե դուք հիմա ուզում եք այտենց ապրեք, դա ձեր խնդիրն է։ Սիրելի հայերը ինչ պետք է անեն։ Սիրելի հայերը Կայակալասը չի ինչ որ պետք է ասի, մենք ինչ պետք է անենք։ Դուք ասեք, ես ձեզ եմ հարցնում Կայակալասը։ Ինչ պետք է անեն, պետք է Նիկոլ Փաշինյանին զրկեն իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը չպետք է, այսինքն չէ, Նիկոլ Փաշինյանը պետք է լինի ռուսամետ ուժերի ներկայացուցիչ։ Բայց ընտրություններին պետք է գնալ եւ համապատասխան որոշումներ կայացնել։ Հիմա չբացեք այդ թեման։ Լավ չեմ բացի այդ թեման, հիմա ամենակարևորը թեմաների թեման է։ Չէ, հիմա ամենակարևորը պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը փոխանակ զբաղվի տնտեսությունով, զբաղվում է կդրիչ-մդրիչներ վազացնելով, էշեշ բաներ դուրս տալով հեռուստատեսությունից, ասենք ոչինչով չի զբաղվում, որը վերաբերվում է տնտեսությանը, որպես վարչապետ։ Պարոն Սարգսյան, 6 ամիս է, 5 ամիս է արդեն մնացել։ Այո, 5 ամիս է մնացել եւ այդ 5 ամիսը բավարար է, որpիսի դուք հիմա խոսակցություն բացեք, որը կունենա բացասական հետևանքներ։ Չեմ բացում, բայց բոլորը հասկացան եւ մտածելու տեղ կա։ Այսինքն սա թեմա է, որին դեռ հիմա եթե մարդիկ կան, պատրաստ չենք։ Հիմա նոր են մտածում դրա մասին, ուրեմն մենք կործանված ենք։ Նոր են, անընդհատ են մտածում։ Չէ, անընդհատ չեն մտածում։ Գնում են, խփում են պատին, հետ են գալիս։ Ապա, ստոպ, մտածելը եւ պատին խփելը դրանք տարբեր պրոցեդուրաներ են։ Ասեք։ Մարդը պետք է մտածի ինչ է անում։ Մարդը պետք է հասկանա, որ ասենք, չգիտեմ, սա սենց է։ Մարդը պետք է իրականում առաջի հերթին հասկանա ինքը ինչ է ուզում։ Իրականում ես չեմ կարա դա փոխել։
Եթե մարդը ուզում է, իրան օքեյ է, որ իր ղեկավարը խոզերի հետ լափում է, իրան օքեյ է, որ այսօր ամսի 19-ն փաստաթղթեր են հրապարակվելու, եթե պարզվեց, որ Տրամպը մանկապիղծ է, մանկապիղծի անունով ճանապարհ են բացում, առանց բացատրելու ով է, կոնգրեսով չի անցել, սենատով չի անցել, ոչ մի վերահսկողություն չկա, ափալ-թափալ անում ենք ինչ-որ տրիպ։ Սենատով չի անցել, դա ամերիկյան օրենսդրությանը հակասում է, որպես միջազգային հարաբերությունների կտոր։ Եթե այդ ամեն ինչը մարդիկ կուլ են տալի, մենակ թե մատից հոտ քաշած, անհասկանալի, ոչ մի կերպ չապացուցված խաղաղություն է եկել, առանց հասկանալու, որ այդ խաղաղության կյանքը 2-3 տարի է։ Խելոք, բացատրեմ ինչ կլինի, սենց կլինի, կբացեն Ամերիկայի դրոշը կտնգեն նաև, ճանապարհ կգցեն, ծառերը կկդրեն, բան կանեն։ Մի օր կարտնանակ կտնակ Ադրբեջանը հարձակվել է ու ընդ հեռախոս վերցնող չկա։ Ու վերջ, պրծավ, որտեվ ԿՊ-ն ասում է, որ կլինի ինչ-որ կազմակերպություն, որը կապահովի անվտանգությունը։ Ժողովուրդ, ձեր անվտանգություն ապահովելը, դա այդ օդանավակայանի ճտիկները չեն, էլի, որ սենց անցկացնեն, ասեն, ձեր ոնց որ թե մետաղյա իր կա, դիր ստեղ անցի մի հատ տեսնենք այդ ինչ։ Չէ, տանկեր են գալու։ 45 հատ օդանավի օդեն կործանիչի պատվեր ունի Ադրբեջանը։ 5 արդեն ցույց է տվել։ Մնացել է եւս 40 հատ։ Ինչ անվտանգության մասին է խոսքը։ Դուք իրոք հավատում եք Ալիևին։ Փաշինյանը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեջ հենց հիմա տեսնում ենք ինչա կատարում։ Նույն կերպ Սպիտակ տանը նստած մարդը, ով չի բացառվում, որ այսօր պարզվի, որ մանկապիղծ է, դրա համար է այս սաղ պատմությունը, Նոբելյան մրցանակով։ Ինքը ասում է, եկեք էսի արագ ստորագրեք, Զելենսկին ասում է, առակ քո բախտից, մտցնու կոնգրես։ Ինչ է անում Տրամպը, որ չմտցնի կոնգրես, կոնգրեսը 3 երեկոյան ցրում է տներով։ Երկարաժամկետ ուղարկում է արձակուրդի։ Մինչև հրեն հունվարի 6-ը։ Նոր տարի են անում։ Նոր տարի, Սուրբ Ծնունդ, էական չի, բայց հարցը նրանում է, որ երբ որ իրան ասում ես ընկեր մտցրու կոնգրես, ինքը գիտի որ չի անցնելու այդ։ Հիմա հարց, ինչի մենք չենք պահանջում, ու այդ հայ-ամերիկյանը, չէ, որ դա սենատով կամ կոնգրեսով հաստատվի։ Դրա փոխարեն ուրիշ բան ենք պահանջում, բայց խնդրում ենք, չենք պահանջում, Փաշինյանը մեջբերում։ Ես խնդրել եմ մեր ռուս գործընկերներին շտաբ սկսել երկաթուղու լիարժեք վերականգնումը երասխից մինչև Նախիջևան, Ախորիկից մինչև Թուրքիայի սահման։ Ինչով է պայմանավորված այս շտապությունը։ Ռուս գործընկերներին խնդրես չխնդրես, իրանք պատժամիջոցների տակ են։ Ռուսաստանի երկաթգծերը, որպես հարավկովկասյան երկաթգծերի միակ բաժնետ էր, այդ կոնցեսիայի տեր, իրանք պատժամիջոցների տակ են։ Ես չգիտեմ իրանք խնդրես չխնդրես ինչ տարբերություն։ Այսինքն իրենք չեն կարող ապահովում ոչ անվտանգություն, ոչ ավտոմատացված համակարգ։ Վերականգնեք այդ գծերը։ Չեն կարող վերականգնել, զրույց պիտի սարքեն ինչ վերականգնելու մասնակցություն։ Նախ եկեք դա երկրորդ հարցն է, ինչքան է հնարավոր կամ Փաշինյանը արդյոք չգիտի դրա մասին։ Բարձր մի բան կանենք, թեն կպցնենք կանեն։ Հիմա Երասխից մինչև Նախիջևան, Ախորիկից մինչև Թուրքիա։ Դուք ասում եք շտաբեցնում էր, պետք է պահանջի ուրիշ բան, բայց պահանջում է որպեսզի սրանք բացվի։ Ինչի համար է այս երկաթգծերը բերում մեկը Նախիջևան, մեկը Թուրքիայի սահման։ Ակնհայտ է, որ դեկտեմբերի 10-ին էր ոնց էր։ Էրդողանը իր տեսփանների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 26 թվականի սկզբին հետաքրքիր նորություններ են սպասվում հայ-թուրքական հարաբերությունների մեջ։ Ենթադրում եմ, որ Էրդողանը կբացի այդ, որտեղ արդեն եթե Ադրբեջանը ոնց որ այդ ձեռքի կառավարման ռեժիմով ինչ-որ բաներ ծորեն մորենա բացում, ինչ-որ դիզել աղարկում, արդեն այդ հարցն է պիտի լուծվի։ Դա կապ ունի այդ խաղաղության պայմանագրի հետ եւ տրիպի հետ։ Խաղաղության պայմանագրի կնքումը դե ըստ բանի, ասենց ասեմ, եթե խաղաղության պայմանագիրը Ալիևը ստորագրեց, այդ ուրիշ հարց է։ Դա արդեն օրենքի ուժ է ստանում։ Եթե չի ստորագրում, այս ամեն ինչը նմանա բանի, հուքի, ոնց որ բանը։ Դե ոնց որ ձեռքով կառավարվող էլ ամեն անգամ պետք է խնդրես որ անի։ Ու դու չես կարող տնտեսություն դրա վրա կառուցես։ Ով ում ինչ խնդրի։ Չգիտեմ ով է խնդրում որ այդ
դիզելը գա, ով է զանգում Վրաստան ասում ինչ կլինի լավ էլի սրանց փոխի Հայաստանը խնդրում է Ադրբեջանին, որ դիզել բերի։ Դիզել չգիտեմ։ Դա այդքան խիստ կարևոր է։ Ընդհանրապես ոչ։ Ինչ է, այս ամբողջ պատմությունը ցոր են, հիմա էլ դիզել, Ադրբեջանից Հայաստան։ Ինձ այդ հարցը մի տվեք։ Այս ամբողջ պատմության ամենասկզբից ես ասել եմ, որ Հայաստանը դեպի արևելք, հյուսիս-արևելք որևէ տնտեսական գործընկեր չունի, չի ունեցել, չի կարող ունենա պատմականորեն, դա փակուղի է, պատմականորեն Հայաստանի համար կենսական վտանգայտողություն է։ Երբևիցե չի եղել, որ ընդեղից մենք նորմալ բան ստանանք։ Սկսած նրանից, որ Թեշեբայինին եւ Էրեբունին քանդել են սկյութերը, որոնք եկել են ընդեղից, վերջացրած նրանով, որ օղուզները եկել են, հետո սելջուկներն են ընդեղից եկել են 10-րդ դարում, մենք ընդեղից վնասից բացի օգուտ չենք ստացել, վերջում եկել են ռուսները։ Հələ փագեք, բետոն գցեք, չգիտեմ։ Բայց դուք ասում եք փակեք, այդտեղ բացվում է արագացված տեմպերով։ Տեսեք, կան մարդիկ, ովքեր ինձ ժամանակ առ ժամանակ կոմենտներում, Facebook-ում բանում գրում են, ինչ եք է խոսում, ինչ արժանապատվություն, ապրում ենք էլի։ Դրանք հիմնականում Փաշինյանականներն են։ Մարդ կա արժանապատվություն չունի։ Իդեպ դա առաջի բանը չի, երբ որ օղուզներն ու սելջուկները եկել էին, զգալի մասը այտենց խելոք տեղավորվել էր։ Հա հիմա ինչա կնի կա, աղջիկա, թո տանեն մի հատ է դոմպ են կբերեն էլի։ Լուրջ եմ ասում, տես մարդիկ կան Հայաստանում։ Ցավոք սրտի այդ մարդիկ, ովքեր արժանապատվությունից զուրկ են, նաև մտածում են, որ խաղաղությունը արժանապատվությունից վեր է, ազատությունից վեր է։ Չկա տենց բան։ Չկա, խաղաղությունը ոչ մի բանից վեր չի, խաղաղությունը մանրադրամ է։ Խաղաղությունը այդ կոմոդ, հաղթաթուղթ է, որ դու պահում ես, ասում ես եղբայր, ինձ սա է պետք ու սա։ Ես էլ դնում եմ ստեղ խաղաղությունը, դուրս չեկար այս խաղաղության խաղակարտով կոկորտդ կկտրեմ։ Այսինքն մարդիկ պիտի հասկանան, որ խաղաղությունը քո ձեռքում է, ոչ թե նրա։ Ամբողջ փիլիսոփայությունը սուվերեն պետության կառուցված է նրա վրա, որ դու ես որոշում ինչն է կարևոր, ոչ թե բանդ ԵԱՏՄ-ն կամ հարևաններդ։ Հիմա նորից եմ կրկնում, դեպի հյուսիս-արևելք, բացի առավելագույնը 40 պսևդո-օլիգարխիկ մեգա դախլչի ընտանիքներից, ոչ մեկ Հայաստանում ոչ մի շահ չունի, նորից եմ ասում, մեզ ավելի ձեռնտու է Եգիպտոսը, Հունաստանը, նույնիսկ Թունիսիան կամ Իսպանիան, քան Ռուսաստանը։ Ու այս պատմությունը, որ դուք ասենք բերում եք դիզել, դուք տեսել եք ընդհանրապես նավթի գները։ Նավթի գները շան մասիգին են դարել, նույնիսկ դիզելի։ Ասենք ցախաշխարի ցանկացած կետից ուղղակի երջանիկ կլինեն ձեզ այդ նավթ բանը, մազութը, բենզինը, ընդ որում եվրո ստանդարտի բենզինը տան։ Ինչի համար է պետք ընկնել կախվածության մեջ Ադրբեջանից, չեմ կարողանում հասկանալ։ Էն էլ դիզելը ծանր հրետանու եւ բանի այդ մեր տեխնիկայի համար անհրաժեշտ բան է։ Գուցե Ադրբեջանին է պետք ինչ-որ բան ցույց տալ աշխարհին, որ միև դույնը Ադրբեջանին ինչ է, Հայաստանը ինչ է շահում այս։ Ես ձեզ մեկ ասում եմ, ոչ մի բան չի շահում։ Ոչ մի բան չի շահում, շարունակում ենք։ Նույն հարցն եք տալիս։ Չէ, ես ուզում եմ այդ վերջի նախադասությունը, որ Հայաստանը ի վերջո շահում է կամ չի շահում է հարցը։ Ոչ մի բան, վնաս չկա, բայց օգուտ է չկա։ Եղբայր որ ոչ վնաս կա, ոչ օգուտ։ Վնաս չկա, այնու։ Վնաս չկա, օգուտ է չկա։ Վնաս չկա։ Չէ, եթե CS վիճակն է, այսինքն եթե ոչ մեկ չի պատրաստվում Սյունիքի սարերը տրակացնել ու իրանց համար սարքել յայլա, վնաս չկա, հո գա Վրաստանով գալի պատտվում է։ Մեզ համար նորից եմ կրկնում։ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համար այդ ապրանքը մտնում է Վրաստանից։ Հա կա անդեպ փաստաթղթում կետ ծակումը։ Բայց մուտք է գործում Վրաստանի։ Դեռ Վրաստանից, այո։ Դեռ Վրաստանից։ Յան ինչ։ Առաջի անգամ նուրի չայ կար Հայաստանում, ոչ բոլորը մոռացել են։ Իհարկե։ Հա մոռացել են, թե կար։ Ադրբեջանական է, չէ։ Եկեք տեսնենք, քանի որ տրիպի մասին դեռ չենք խոսի, հետո մի քիչ ավելի ուշ կխոսենք։ Շատ հետաքրքիր մի հայտարարություն արեց Գերմանիայի կանցլերը անցած շաբաթ, այս շաբաթ։ Նա ասաց հետևյալը. Pax Americanae
տասնամյակները դա ամերիկյան աշխարհն է, այդպես կոչվում Կայսրություն, հա։ Այո։ Մեծ մասամբ անցյալում են մեզ համար Եվրոպայում եւ մեզ համար Գերմանիայում։ Այն այլևս գոյություն չունի։ Այնպիսին, ինչպիսին մենք գիտեինք, ամերիկացիները հիմա շատ վճռականորեն տրամադրված են պաշտպանել իրենց սեփական շահերը։ Եվ սա ոչինչ չի կարող նշանակել, բացի այն, որ մենք նույնպես պետք է հիմա պաշտպանենք մեր շահերը։ Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ։ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները բավականին երկար ժամանակ սերտ համագործակցում էին եւ այդ համագործակցության հիմնական թիրախը դա ռազմական ոլորտում զորություններ, որի նպատակը սովետական միությանը կանգնեցնելն է։ Հիշեցնեմ, որ ինչ-որ ժամանակ, ասենք, սովետական տանկերը կանգնած էին ընդհանուր մինչև Դրեզդեն, հա, այդ այսպես կոչված գերմանական դեմոկրատական հանրապետությունը, որը Չեխոսլովակիան, Գերմանիան, Հունգարիան, իրանք բոլորը այսպես կոչված սովետական ճամբարում էին եւ ակնհայտորեն դեռ տեղ չէր մնում եւ մնում էր Արևմտյան Գերմանիան եւ Ֆրանսիան մեծ հաշվով, Բենիլյուքսը Ֆրանսիան պայքարելու բանը էր։ Սա վտանգավոր էր եւ բոլորը միասին պայքարում էին եւ 91 թվականից հետո քանդվեց եւ այս գործընթացը ոնց որ սովետական միության թուլացում եւ այլն իրանք 94 թվականին ապահովեցին որ Ուկրաինան այդ Բուդապեշտի հայտնի մեմորանդումը Ուկրաինային զրկեցին միջուկային զենքից եւ արխային գան դրանից հետո մինչեւ 97 թվականը ՆԱՏՕ-ն ընդլայնվեց, եկավ հասավ մոտ հարաբես այն վիճակի, որը հիմա ավելացել են մենակ Ֆինլանդիան եւ Շվեդիան, դա իհարկե պայմանավորված է ուկրաինական պատերազմով եւ Ռուսաստանի վարկով։ Բայց մինչեւ շատ երկար տենց ՆԱՏՕ-ն կանգնած էր։ Ինչա կատարվում ԱՄՆ-ում։ Ուրեմն ի սկզբանե խնդիրը իհարկե ԱՄՆ-ում դրված էր, որ Եվրոպան պետք է ավելի շատ գումարներ դնի ՆԱՏՕ-ին, բայց դա ոչինչ չէր փոխում։ Դա ուղղակի դրա պատճառը իզոլյացիոնիզմն է Ամերիկան։ Այդ ինչ որ կոչվում է Մոնրոյի դոկտրին։ Ես պետք է ասեմ, որ Մոնրոյի դոկտրինը դա ինչ որ 1823 թվականից է եւ դա թուլության նշան ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն հայտարարում, սա առաջին անգամը չի։ Ամեն անգամ երբ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ինքը Մոնրոյի դոկտրինի շրջանակներում ինչ որ փոփոխություններ է անում, բան է անում, ինքը խաղից դուրս է գալիս։ Ուրեմն 1823-ին է եղել, բայց չեն կարողացել ապահովել։ Դրան կարելի է առանձնացնել կարճ ասեմ, հա։ Հետո Թեդի Ռուզվելտն էր, որը Մոնրոյի դոկտրինը մի քիչ վերաձևափոխեց, հարձակվեց Կուբայի վրա, վերցրեց Ֆիլիպինները, բան ինչ որ ինքը տենց բաներ անում, ասում էր, խնդիրը որն է, ասում էին եվրոպական երկրներին, ասում էին մի խառնվեք, մենք ձեր մոտ չենք խառնվի, դուք մեզ մոտ մի խառնվեք։ Դա սկզբից իսկ առաջ տարիներին դա բանն էր։ Ամերիկան ուզում էր կրկներ հոգու խորքում իմպերիաների ճանապարհը ինքը ստեղծեր, ինքը իր կայսրությունը ստեղծեր Ֆրանսիայի եւ Բրիտանիայի նման մի փոքր քիչ ավելի Գերմանիայի, հա, եւ հիմնական որպես հակակշիռ բավական լավ հարաբերություններ էր հաստատում Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը հեռու էր եւ թույլ էր եւ վտանգ չէր ներկայացնում իրան, բայց ինքը կրկնում էր դա, ուղղակի նրանց ասում էր, դե դուք մի խառնվեք ինձ մոտ, ես էլ ձեզ մոտ չեմ խառնվի։ Ինքը իրականում բավականին տենց հավասարակշռված մոդել էր, ոչ Ֆրանսիային, ոչ Բրիտանիային պետք չէր, չնայած օրինակ Նապոլեոն III-ը մտել էր Մեքսիկա եւ գրեթե գրավել էր, տենց առանձնապես բան չկար։ Այնուհետ Թեդի Ռուզվելտը ասեցինք Վուդրո Վիլսոն, հայտնի Վուդրո Վիլսոնի ազգերի լիգան, որը որ իրականում մենք դրանից ամենամեծ տուժվածն ենք, որ ազգերի լիգան կոնգրեսը բան չարեց, չհաստատեց եւ մենք մնացինք այդպես բանով։ Նենց որ երբ որ Տրամպը ասում է, որ ինքը բան է անում Մոնրոյի դոկտրինը, ինձ մոտ միանգամից բան է վառում հերթական մեզ համար շատ վտանգավոր, այսինքն ահավոր վտանգավոր գործընթաց է սկսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են ռեալ պոլիտիկ, հաջորդ անգամ իդեպ դա Քիսինջերն էր։ Այսինքն դա այսպես կոչված ամերիկյան ռեալ պոլիտիկն է, որ եթե բրիտանացիք ասում են մենք չունենք ընկերներ, մենք ունենք հետա շահեր, Ամերիկայում տենց չի։ Ամերիկայում շահեր չունեն։ Ամերիկյան դասական քաղաքականությունը արտաքին, որը պայմանավորված է Մոնրոյի դոկտրինով, դա փողն է, շահը չի։ Շահը, в смысле, ոչ թե շահը, բարձկից, փողը, քեշ։ Հիմա ինչ անում Տրամպը։ Տրամպը ասում է եղբայր ինձ փող է պետք։ Ինքը ամեն ինչ վաճառում է։
Ինքը վաճառել է իր պատիվը, իր արժանապատվությունը, ինքը վաճառել է ինչ-որ մարդկանց փորձում է վաճառել սպիտակ տան արևելյան թևը, որ սարքեն Տրամպի անվան ինչ-որ բան։ Դուք հասկանում եք բարդակի մակարդակը։ Հիմա Եվրոպան եւ Եվրոպայի հիմա թողեք Եվրոպան անդրադառնա։ Եվրոպայի համար վերջի 30 տարին իդեալական ժամանակ է, որովհետև իրանք չէին սպասում պատերազմի, ու փորձում էին այդ պատերազմը աչք փակեին, խոսքը ընդհանուր մինչև Ղրիմի գրավելը։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ղեկավարությունը այդ ժամանակ բանն էր 9-11-ներ, այսինքն պատերազմ տերորի դեմ եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն իրանք համատեղ օպերացիաներ էին իրականացնում 90-ականներին Հարավսլավիայում, այնուհետեւ Իրաքում, Հարավսլավիայում, նորից Իրաքում, Աֆղանստանում երկար համատեղ գործեր էին անում, գործողություններ էին անում, նորմալ համագործակցում էին։ Հիմա Տրամպը եկավ առաջի անգամ ասեց փողը, որտեվ իրականում այո, ամերիկյան տնտեսությունը չի դիմանում։ Եվ դա Չինաստանի հետ կապ չունի։ Ամերիկյան տնտեսությունը չի դիմանում, որտեվ ամերիկյան բնակչության կրթական մակարդակը եւ կրթության որակը ընկել է շատ ուժեղ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ֆանտաստիկ աճը, որ տեղի է ունեցել 40-ականներին, 50-ականներին, 60-ականներին, պայմանավորված է եղել նրանով, որ Եվրոպայում երկրորդ համաշխարհայինից հետո բոլոր քիչ թե շատ բան մարդիկ գնում էին Ամերիկա։ Գիտնականներ, չգիտեմ, մշակութային գործիչներ, ուղղակի մարդիկ, ովքեր ուզում էին ապագա, մարդիկ կառուցեին, կառուցողական էին, որ գնում էին Ամերիկա։ Ամերիկայի աճը դրանով էր պայմանավորված։ Հիմա այդ սերունդը գնացել է, Ամերիկան վերադարձել է այն նորմալ վիճակի։ Դրա համար Ամերիկան նորից ընտրում է ռեդնեկները, ընտրում են Տրամպերին, որոնք վստահ են, որ երկրագունդը կլոր է, այսինքն տափակ է, ու բանը, ակրելու են կանանց աբորտները, ու սենց ինչ-որ բաներ են խոսում, որ ասենք, չգիտեմ, դավադրությունների տեսություններից, որ ասենք, չգիտեմ, դու բան եք անում, ասում է, ինչ-որ մի հատ ուժ կա, ռեպտիլոիդներն են, որոնք ուզում են Եվրոպայի քրիստոնյաներին փոխարինեն, չգիտեմ, որտեղի մարդիկ, ովքեր չգիտեն իսլամն ինչ է, խոսում են իսլամից, կամ քրիստոնեությունը չգիտեմ ինչ է, J.D. Vance, կներեք 1000 անգամ բան, մարդը, ասենք, որ հարցնում են, աշխարհագրությունից հարց են տալի, չգիտեն, նախագահան անունը չգիտի երկրի, որ այդ խաղացան պայմանագիր կնքում, շփոթում է Ալբանիա, Կամբոջա, տալիս է իրար տան։ Այսինքն դասական ամերիկյան հասարակության կրթական մակարդակը, որը վերաբերվում է իր նահանգից դուրս տեղեկություններին, ինքը շատ ցածր է։ Եվ հիմա ինչ որ անում է Տրամպը, այսինքն ներհոսքը միգրացիոն, դա вообще ֆանտաստիկա է, ոնց որ ինքը իր ոտին կրակի։ Ինքը սահմանափակում է հնարավոր ապագա զարգացումները, որտեվ այո, այս պահին ԱՄՆ-ն ունակ չի Եվրոպայի հետ ոտ գցել այդ բազմաթիվ բաներով, փիլիսոփայությունն, պատմությունն, նույնիսկ ինժինիրինգը, օրինակ չիպերի ամենակարևորագույն բաները, հաստոցները արտադրվում են Նիդերլանդներում։ Այստեղ փակագծերում պարզապես մի հատ որ կարողանաք ջուր խմել, այսօր իրենց մոտ պատերազմի նախարարությունը, չէ, պատերազմի նախարարը ասում է, ես չեմ կարողանում նորակոչիկներին վերել, կամ շատ չաղ են, կամ շատ լրիվ հիմար, ապուշ են։ Դա վերջին նորությունները, սովորաբար որ այդ թեմայի մեջ պարզապես ես ես ասեմ ամենամեծ վտանգը նրանում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սոցիալական հարց, եւ հիմա իրանք կրճատեցին իդեպ առողջապահության ծախսերը, չքվեարկեցին, չերկարացրեցին, փաստացի երեկվա դրությամբ 23 միլիոն ամերիկացի հունվարի 1-ից մնում է առանց առողջապահության։ Ինչու ասա պայմանավորված ոչ միայն բաներով, այլ նաև ստանդարտների բացակայությամբ։ Այնտեղ քիմիական հավելումները արգելված չեն։ Թե հիշում եք ժամանակին նույնիսկ Հայաստանում աղմուկ բարձրացավ, որ ինչ որ ուզում էին ալուր բերեին Ամերիկայից, թե այդ բաներից, հիմա կարող է չեմ պնդում, բայց դա էլ պետք է ստուգվի, որովհետև ես խիստ կասկածում եմ, վերջերս բացահայտել եմ, դե ես հիմնականում հաց չեմ օգտագործում, բայց այս չափի հացեր են, այս, որոնց քաշ ասենք 50 գրամ է։ Դա ամերիկյան խմորն է, այսպես կոչված, այդ հավելումներ, բաներ, քիմիական նյութեր, շատ համով է, շատ տենց լավ բուրմունք ունի, լիքը շաքարա մեջ է, այսինքն երեխեն որ ուտում է, էլի ուզում, բայց սաղ թույն է։ Ամբողջը թույն է։ Այս ընտրությունների ժամանակ նույնիսկ հանրապետականներն էին բանանում, շատ հայտնի դեպք է։ Ֆանտա էր բերել,
Բրիտանիայում արտադրված եւ բանում։ Նույն ֆոնտանա է, ԱՄՆ-ում եւ Բրիտանիայում։ Կարդում է բրիտանականի վրա պարունակությունը, 4-5 տող է, ինչ որ կոնցենտրատ է, սա, դա նորմալ հասկանալի ինչ որ բաներ են։ Ամերիկանը մոտարապես 8 տող էր, ու ասում չգիտեմ, այս չգիտեմ ինչ է։ Լավ, մենք հետ գանք, որովհետեւ մենք քաղաքական տեսանկյունից ենք դիտարկում։ Քաղաքական տեսանկյուն չկա, Pax Americana-ն սա է։ Ահա, դա է, որը Գերմանիայի կանցլերը ասում է դա մոռացեք, դա մեծ կապ չունի, այլևս մենք մեր գլխի ճարը ինքներս պետք է տեսնենք։ Հիմա տեսեք, Ամերիկայի համար նախորդ նախագաների առնվազն Ադենաուրից սկսած իրոք Ադենաուրից հետո օրինակ Ամերիկայի համար Դեգոլը միշտ եղել է թշնամի։ Իդեպ ասեմ Սիմոն Աբգարը գլխավոր դերն է, ֆանտաստիկ կերպարն է շատ գծած ինքն է։ Դեգոլը ինձ համար առանձին մակարդակի քաղաքական գործիչ է, տեսնենք ինչպես է խաղալու մոտիկ ոչ մեկ չկա, բայց ամեն դեպքում Դեգոլին ատելով ատում էին ամերիկացիք։ Ատում էին չէին սիրում Չերչիլին։ Որովհետև եւ Դեգոլը եւ Չերչիլը եւ հետո Ադենաուրը դրանք մարդիկ էին, ամերիկացիներին թվում էր թե իրանք կերան սախ Մարշալի պլանը, իրականում Մարշալի պլանը Եվրոպայի համար այդքան լավ բան չէր։ Նրանք տենց շուրբան էին անում։ Դու ամբողջությամբ քո տնտեսությունը բացում էր, իրանք ամբողջ տեղեկությունները, բաները ստանում էին, սաղ ունենում էին, քեզ ուղակի բան էին տալի, հաց ու ջուր էին տալի։ Բայց այս մի քիչ երկար ուզում եք գրանք գովազդի գանք նոր։ Պետք է գնանք գովազդի, բայց ժամանակ այդքան շատ չի մենք դեռ պետք է հələ գանք տրիպին հասնենք Եվրոպայով եւ Միացյալ Նահանգներով։ Տրիպը Pax Americana է, եկեք գնանք գովազդի գանք, ես թեման։ Ես որպեսի կարողանանք այդ թեման փակենք։ Գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ The
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ պարոն Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, սոցիոլոգ Ֆերուզաբան։ Պարոն Սարգսյան, շարունակում ենք Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն։ Միացյալ Նահանգներ Եվրոմիություն հարաբերությունների մեջ այս պահին կա սառնություն, որը պայմանավորված է Տրամպի ադմինիստրացիայով, անձամբ Տրամպի մոտեցումով, կարճ ասեմ, եւ հայտնի բազմոց բրդող փոխնախագահով, որը անձնական ատելություն ունի Եվրոպայի նկատմամբ։ Սրա հետևը կանգնած է նաեւ այդ տեխնոֆաշիստները, Իլոն Մասկը, Տիլը եւ այլն, իրանցը ֆինանսական է ատելությունը, որովհետեւ Եվրամիությունը համաշխարհային մակարդակով ամենախոշոր եւ ամենահարուստ եւ խոշոր եւ հարուստ շուկան է, ինքը ինստիտուցիոնալիզացված է եւ Եվրամիության բոլոր քաղաքացիները պաշտպանված են այդ առումով։ Եվրամիությունը, գիտեք, 2 շաբաթ առաջ Մասկին օթերով հանեց 140 միլիոն Twitter-ն վզով դրեց, որ բան չունի։ Մասկին ասում է Եվրամիություն պիտի քանդվի։ Հա, ինքը ատում են իրանք։ Պրոբլեմը որն է, տեսեք։ Եվրամիությունը թույլ չի տալիս ամերիկյան տեսեք, ամերիկյան օրենքների համաձայն այդ օրենքները հենց են գործում, որ առաջի տարիներին այդ խոշոր կորպորացիաները ստանում են ամեն ինչ։ Չկառավարվող։ Այտենց այդ մինչև այդ հակատրեստային ընդունեցին, սա Ամերիկայի կեսը բան էր, այնտեղ վար երկնում։ Հիմա ինչ է, իրանք ուզում են Եվրոպայից, որտեղ ամենահարուստ շուկան է, հավաքել անձնական տվյալներ, որ հետո գովազդ ծախեն։ Իրական իրանց բանը է դա, Եվրամիությունը գլխից ասելա ոտերներ կջարդեմ, չկա տենց բան, չեմ թողելու։ Կգաք իմ մոտ դատա ցենտր կկառուցեք, ես այդ դատա ցենտրի ռուբիլնիկը կունենամ, այդ սախ Եվրոպայում կմշակվի, այն էլ մենք կասենք, որը կմշակվի, իսկ որը չես է հավաքի։ Այսինքն հիմա պայքարը իրականում գնում է երկու ուղղությամբ, Տրամպը եւ տեխնոֆաշիստների ղեկավար Վենսը, որը փորձում է իր ընկերությունների համար ապահովի 500 միլիոնանոց հարուստ զանգված։ Էլեմ ասում, Չինաստանը ուրիշ պատմություն է։ Աֆրիկան ավելի շատ են, Հնդկաստանը շատ են, իրանք աղքատ են։ Լատինական Ամերիկայում առանձնապես բան չես ծախի, որովհետև մշակույթն է ուրիշ։ Այդ մշակույթի մեջ Եվրամիությունն է եւ ԱՄՆ-ն, որ իրանք կարան ինչ-որ բան արտադրեն, ծախեն, գովազդ ծախեն, բան անեն իրար վրա աշխատեն։ Եվրամիությունը ասում է իմ մոտ չեք կարա։ Իմ մոտ իմ կանոնակարգով կծախեք։ Չէ։ Հայդե։ Հալաս, ստեղից, ռադներդ քաշի։ Եվ ամբողջ պայքարը սա է, սրա տակ քողարկված, այսինքն սա որպես դրդապատճառ ունենալով, տարբեր տեսակի հիմարություններ է դուրս տալի ամերիկյան ադմինիստրացիան։ Զորքերը կհանեմ, քիչ եք բանից, Ամերիկային ասենք լավ, հələ դեռևս Բայդենն էր, Եվրամիությունը որոշեց, այսօրվա դրությամբ եթե համեմատեք 22 թվի հետ 6 անգամ ավելացրել են ռազմական արտադրությունը ու հələ շունչ չեն արել այդ 150 միլիարդ դոլար մյուս տարի անոր գալու։ Այսինքն իրանք առանձնապես բան չեն արել, ասած ուղղակի sense հոп, այսպես 6 անգամ ավելացավ։ Լեհաստանը մտավ G20-ի մեջ։ Գլոբալ 20 տնտեսությունների մեջ Լեհաստանը ապահովեց իր ներկայությունը։ Այսինքն Լեհաստանի բանը բյուջեն հասավ 1 տրիլիոն դոլարը։ Դուք Եվրամիության հետ կատակ մի արեք։ Հիմա G20-ի մեջ, ասենք Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, բանում Բրիտանիան, այնտեղ շուտ Նորվեգիան, մոտ Լեհաստան կա արդեն, արևելյան Եվրոպայի առաջի երկիրն է որ մտել է։ Մասը ինչի է դա հետաքրքիր կարևոր, հա, մեր մոտ օրինակ գիտեք, մեր բորսան լեհերի ու դեպոզիտարան լեհական բանի մեջ է։ Այսինքն մենք անմիջականորեն սա մեզ վերաբերվող հարց է։ Ես ամեն անգամ որ ասում եմ, մարդիկ չեն հասկանում, նույնիսկ Facebook-ում գրում են, ասում են դուք այդքան արևմտամետ եք, բայց ոնց որ Տրամպին ուրախ չեք։ Նորից եմ կրկնում, Տրամպ արևմտամետ չի։ Տրամպը հրապարակված նկարներով խայտարակություն աղոքի սեփական աղջկան տարելա Էփշտեյնի մոտ ինչ ա եղել, չի եղել, կապ չունի, եկա էշ, դու գիտես ինչով է զբաղվում, պաշտոնապես հայտարարում ես, որ Էփշտեյնին չես թողե Մարալագո, որովհետև քո սպասարկող անձնակազմին տուտուզները կմճտում էր, բայց քո աղջկան տարել ես մոտարա։
հետ են գալիս մեր խնդիրներին։ տեղ չկա, Պակիստանը Կա, մենք տրիպի մասին պիտի խոսենք, Ուկրաինան էլ է հույսը դրել։ Ընդհանրապես չէ։ Հիմա մի րոպե, 90 Եվրոպան տվել են 27 թվականներին, տվեցին։ նոր նայեցինք, Եվրոպան հաստատվել է, տվեց։ մինչև էդ էլ հաստատվել է 2.3 Ասելիքս այն էր, որ եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ, եկեք մի հատ գանք Ուկրաինայի հարցը, եթե ժամանակ մնաց անպայման խոսենք, արդեն ասեցինք, որ 90 միլիարդ հաստատել են օգնությունը տրիպի հետ կապված։ Եթե մերձը ասում է ամերիկացիները հիմա ավելի շատ վճռականորեն տրամադրված են պաշտպանել իրենց սեփական շահերը, ենթադրվում է, որ տրիպի հետ կապված սեփական շահեր ունի Միացյալ Նահանգները։ Դրա մասին անընդհատ խոսում ենք, օգոստոսի 8-ից սկսած մենք խոսում ենք, որն է Վաշինգտոնի շահը, բայց այստեղ եկեք դիտարկենք, որն է եվրոպացիների դիրքորոշումը այս տրիպի հետ կապված։ Եկեք ճիշտ մոտենանք հարցին, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները տրիպի հետ կապված որովհետեւ շահ ոչ արտաբերել են, ոչ հայտարարել են, ոչ ունեն, ոչ խոսք են տվել խառնվեն, մինչև այդ հարցը չմտնի կոնգրես, մինչև սենատի համապատասխան որոշում չլինի, տրիպի եւ մնացած այդ 4 օգոստոսի 8-ին ստորագրած թղթերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի ունեն նույնքան գին, որքան այդ թուղթը։ Բայց որ գագաթնաժողով է Երևանում, դա կապ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում սենատը ունի, նու ցենց ասեմ վետո իրավունք։ Իսկ մինչև մենք չենք կարող խոսենք բանի մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Մենք կարող ենք խոսել Տրամպի ադմինիստրացիայի, Վիտյոկի եւ Զյատյոկի, այլ կոռումպացված կամ ոչ կոռումպացված ընկերությունների, որոնք հիմա նոր են ստեղծվում։ Հասկանում եք, տրիպի մեջ չկա ընկերություն, որը նո այս պահին գոնե Նյու Յորքի ֆոնդային բորսայում 1901 թվականից գործում է ու ինքն էլ ստեղ հիմա կա ու գալիս է Հայաստան, որ գոնե ասես դե լավ, օքեյ, սրանք գիտենք։ Ասենք տրիպի ֆինանսական բաների համար Մորգան Ստենլին պատասխանատվություն չի վերցրել։ Citibank-ը չի գալիս, Bank of America-ն չի գալիս, չգիտենք ով է գալի։ Մեծ հավանականությամբ դա նույն թեման է, որը որ Գազայում եկեք 2 հատ հյուրանոց սարքենք 4 հատ ստրիպ կլուբ, մի հատ էլ կազինո, այդ Տրամպի ու Վիտյոկի նույն գաղափարախոսությունն է։ Այսինքն նորից եմ ասում, տրիպը շատ լավ գաղափար է, եթե ինքը տրիպ չի կոչվում, բայց դուք ցանկացած լավ գաղափար կարաք վարի տակ, որովհետև կապնվում եք, ասենք այդպես մարդկանց հետ։ Տրամպի ադմինիստրացիայի աշխատակազմի ղեկավարը Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Տրամպը իրան պահում է որպես ալկոհոլիկ։ Այսինքն հարբեցողի պես նստում է ու ասում է, սկսում է գոռալ, որ իմ դեմը խաղ չկա։ J.D. Vance-ը կինն ասում, աշխատակազմի ղեկավարն է, ես չեմ ասում, ասում է, մասկը կետամինի վրա է նստած։ J.D. Vance-ը համարում է հավատում է դավադրությունների տեսությունների, ամբողջ գործունեությունը դրանով է պայմանավորված։ Բացեք նայեք Ամերիկայում ինչա կատարվում։ Տրամպի ադմինիստրացիային լուրջ վերաբերվում են մենակ դեմոկրատ դատախազները, ովքեր սպասում են այսենց սրանց ժամկետը պրծնի, սաղին տնեն, ծմա դատեն մի հատ բան անեն, որովհետև Տրամպի պատերազմի նախարարը առանց իրավունքի ըստ ամերիկյան ռազմական ծովային ուստավի ռազմական հանցագործություն է գործել, հրաման տալով մարդ սպանել ծովում։ Տրամպը հայտարարել է, որ այդ նավակը, որը որ նավակը տանում էր բան, կոկային, թե մեթամֆետամին, բերում էր Ամերիկա, ապացուցել են, որ եղբայր, այդ կոկայինը նախ Հայաստան չի գալի, նո, в смысле Ամերիկա չի գալի։ Երկրորդը Վենեսուելան ընդհանրապես մեթամֆետամին չի արտադրում։ Այդքանից հետո սուտ խոսած, տեսավ չկա, ադմիրալներ նստեցին, ասին սա ռազմական հանցագործություն է, սենատորները սկսեցին իրան ասել դու ռազմական հանցագործ ես, դու պետք է դատվես։ Հիմա էլ հայտարարել է, որ գիտեք ինչ կա, իրականում Վենեսուելան մեզ պետք է վերադարձնի մեզանից գողացած օղերը։ Հիմա սա Ամերիկան վրան խնդում, ասում է կներեք Վենեսուելան մեզանից ինչ է գողացել։ Որ թվին, երբ, ինչի քեզնից բացի մեկը տեղյակ չի դրա մասին։ Դուք իրոք լրջորեն ուզում եք պատկերացնեք,
որ հիմա իր հետ պայմանավորված ինչ-որ գործողություն կանեք ու ինչ-որ մեկի ոտերին կլնի, թե դուք ինչ եք արել։ Արագ փողեն, իրանք փողեն լապելու գնան, ոնց որ Աֆղանստանից գնացին։ Մնալու է մեր վզին, մեր երեխեքի արունով փագենք այդ մարմիններով, փագենք այդ ծակերը, այդ սարքած ճանապարհները, այդ գազամուղները հետ սվարկա անենք, տրակացնենք, որովհետև ոչ մեկին դա պետք չի։ Սելջուկ բոլշևիկյան հրեշը աշխարհում ոչ մեկին պետք չի։ Պոլսից մինչև Ալթայ ճանապարհը աշխարհում ոչ մեկին պետք չի։ Ոչ մեկին պետք չի, որ սելջուկների ճանապարհը դեպի Բոսֆոր ու Դարդանել նորից բացվի։ Ընդհանրապես ոչ մեկին պետք չի, բացի Նիկոլ Փաշինյանից, որը անգրագետ է ու չի հասկանում ինչ անում, կամ չգիտեմ ով է։ Իմաստուն է, որ ես նորից անդրադառնամ նրան, թե Միացյալ Նահանգների տեսանկյունից տրիպը նայեցինք, եվրոպացիների տեսակետից էլ է ուզում այս ոգևորված ճանապարհի չի ամորեմ ասում։ Եվրոպային առաջի հերթին պետք չի, որովհետև մեծանում հասկանում եք, այստեղ ստացվում է, որ իր հարավային ֆլանգում, որտեղ առանց այդ մի հուրի բարի վիճակ չի, ուիպերի չի Թուրքիան։ Մի հատ էլ ինքը ստանում է մոտարապես 300 միլիոնանոց սոված, ծառավ, ամեն ինչին պատրած զանգված կենտրոնական Ասիայում, որը այսենց կարա բերի սահմանին, մտցնի Եվրոպան ապակայունացնի, սենց անի հետանի, մտցնի Եվրոպայի օրենքներից ընդունելով ոնց որ Գերմանիայում անում, անձնագիր տա, գոնե կամ անձնագիր չտա ներքին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սարքի ասենք բան, պուճուրիկ Թուրքիա մի հատ։ Դա Պուտինի եւ Էրդողանի հիմնական բանն է, որ իրանք այտենց են աշխատում։ Բոլորը դա հասկանում են։ Փաշինյանը չի հասկանում։ Հիմա որ ասեմ կասի դե Եվրոպական միությունը հետաքրքիր սուտ են ասում, Եվրոպական միությունը երբեք չի հետաքրքրված չի եղել։ Ինչ որ մեկը վերեր կացը մերոնցից ասել է Եվրոպական միությունը հետաքրքրված է տրիպով։ Ասեմ ինչով է հետաքրքրված։ Հարիվներ։ Ինքը հետաքրքրված է միտը մտնի տապալի սաբոտաժանի։ Որ վրազ չբացեք։ Որովհետև ի վերջո տրապը տակով վիճակով էլի թռնելու է, էլի են գնելու եք Մակրոնի ոտերը, խնդրեք, որ ինչ-որ մի բան անի, այդ 300 հոգին հիմա, որ կանգնած են սահմանի վրա, եվրոպական դիտորդական առաքելությունը, գան կանգնեն, որ քո երկիրը չգրավեն։ Որտեվ մեր Գրիգորյանին, Խաչատուր Սուքիասյանին, Նիկոլ Փաշինյանին ու եւս այդ իրանց զանգվածին, այս նոր ինչ-որ էկոնոմիկայի նախարարը գնալով հիասթափվում եմ ուղղակի իրանում։ Ժողովուրդը տես չի երկիրը կառավարվում։ Երկիրը ձերը չի։ Դուք վրեմենշիկ եք։ Դուք եկել եք իսքան գործանելու, այսքան սահմանադրություն փոխել, 4-րդ հանրապետություն, չգիտեմ, կաթողիկոսի տեղը մի հատ ռեպտիլոիդ դնենք, հասկացա, սաղ կարակ հայտարարեք։ Գործով եթե չեք զբաղվում, մի արեք ոչ մի։ Երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր պետք է իրականացվեն հանրաքվեներով։ Օ Ես առանց ձեր հիշում եք Նիկոլ Փաշինյանի։ Հա, չէ, ինքը ասում է հեղափոխություն արել։ Առանց ձեր Հա, բա հրապարակում, չէ։ Ոնց։ Հավանության ես որևիցե խայլ չեմ գցի։ Լավ, տարին ոնց որ թե վերջանում է 10 օր է մնում, անցնող տարվա կարևոր արդյունքները, որոնք դրական կարող են, որոնք պատրաստ չեմ այսօր այդ 10։ Մենք տան չի լավ գոնե մի բան ասեք, եկեք սենց անենք։ Չէ, իրականում ամենակարևոր որը արդեն մենք հայկական դիվանագիտության եւ Եվրամիության դիրքերի բան մտերմացումն է։ Գոնե մի քիչ։ Մենք կարողացել ենք Եվրամիության հետ մի քիչ էլ մտերմ անենք։ Հարցը այն է, որ տեսեք, մենք ունենք ճանապարհ, որը մեր այդ ճանապարհը իրականում ինքը պայմանավորված է մեր ծագումով, որ մենք եվրոպացի ենք, մենք չենք կարող ուրիշ բան անենք, չենք կարող դրան հակառակը գնանք։ Եվ մենք ունենք 30 տարյա իշխանություններ տարբեր, որոնք իրենց վրա աշխատելու փոխարեն հետաձգում են այդ ճանապարհով գնալը։ Իրանք ոչ թե իրանք չեն ուզում իրենց վրա աշխատել։ Սկսենք նրանից արդեն ասեցի, էլի կկրկնեմ, իրանք երեսին կկրկնեմ։ Իշխանության մեջ գտնվող մարդկանց եւ գտնված մարդկանց 90%-ը եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում։
ոչ մի ձևով։ Իրանք չեն կարող լինել ղեկավար։ Ոչ միայն չեն կարող լինել ղեկավար, իրանք կրթությունը չի համապատասխանում։ Իրենք պահելու ձև չգիտեն իրանք։ Բան չի։ Սա նշանակում է նորմալ ազգի համար, նորմալ ազգի նորմալ ներկայացուցի համար, դա մոտիվացիա, որ ինքը գնա աշխատի իր վրա։ Բայց իրենք չեն անում դա։ Մտածեք, այսքան խոսում ենք փոշի բան, չէ, շինարարական նորմեր, հուլիսին մտցնում են, որ այո, Երևանում կառուցվող բանալիները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտին, ում համար են կազմացել չեմ հասկանում։ Միջև հիմա շինարարությունը շարունակվում է այտենց։ Փոշի են ստեղծում, բան են անում, չկա այդ ամեն ինչը, որ տակը փորում ես հասկանում ես, որ ինչի։ Հայտարարում են, որ ինչ-որ 7 հեկտար, 40 հեկտար, 800 հեկտար, 3 ծիծիլիոն հեկտար ծառ են տնկել Երևանում, ուր են այդ ծառերը ոչ մեկ չի հասկանում։ Ասենք ուղղակի նայում ես ինչ-որ ավելանում է տարածքները, որտեղ սկսում են շենքեր կառուցել։ Խի։ Բացատրում ես, որ երկիրը չի կարելի սարքել մոնոքաղաք։ Չի կարելի Երևանում դնել 20-30 հարգանի շենքեր։ Դու սպանում ես մարզերդ, որ սպանում ես մարզերդ քո մոտ Երևանից բան չկա։ Սկսած զորակաչի կոչից վերջացրած աշխատանքային ռեսուրսներով։ Դու չես կարա բերես այդտենց, այլ չես կարա 30 հարգանի շենք Երևանում պետք չի, այս քաղաքում այդքան մարդ չի ապրում։ Մենք ունենք հոյակապ քաղաքներ, որտեղ էկոլոգիական ավելի նորմալ վիճակը կամ լավ ընտի կառուցեք։ Այդքան փող ծախսելու դեմը տեղը էլեկտրիչկա գցեք որ գնա։ Բայց այնտեղ պետք է առաջի հերթին գործարան կառուցեն, աշխատատեղ Յանի Երևանում որ մարդիկ աշխատեն։ Էդ էլ ճիշտ է, բայց էլի ինչ որ ծառայություններ են մատուցում, չէ՞, ասենք ռեստորաններով, բանով ծառայությունների ոլորտում են աշխատում։ Որ գալիս են, ասում են մեզ տաքսի են աշխատացնում, ռեստորան են աշխատացնում։ Ինքն կարա աշխատացնել։ Դե Երբ որ ինքը Yandex-ա քշում, իրան միևնույն է ինքը որտեղ է։ Մինչև մարդ չապրի չի լինի, բայց որ հիմա եթե մարդկանց բերում են այստեղ։ Հիմա արդեն որ մարդիկ գալիս են դրսից, իմ ծանոթ։ Իրենք sense դեմքով նայում են, ասում են, ուրեմն sense Գառնի Գեղարդ, Սևան, Խորվիրապ, Նորավանք ինքդ կգնաս։ Տաթևն է հետը, ուրիշ տեղ ենք ուզում գնանք։ Մեկ էս Երևանի ձեր բաները հոյակապ է, տարբեր առարկաների անունով ռեստորանները շատ լավ է, բայց վերջը, ուրիշ տեղ ուր ենք գնում։ Չենք ուզում աղբեր հասկացանք։ Չենք ուզում, այդ ոնց որ գալիս են ստեղ տանում են եկեղեցիների փլատակներին, 10-15 տարի տանում են նույն եկեղեցու փլատակ, շատերի մոտ այսենց աչքի են ասում, տղեկ կամ սարքեք այս եկեղեցին, կամ ասեք մենք փող տանք սարքեք, կամ հերիքա մեզ բերեք, ստե ամեն անգամ գալիս ենք ճիշիկի օտա գալի, երկու հատ բանա կոկա-կոլայի շիշա գցած։ Չկա, դա արժեք չի։ Չեն կարող անում այս մարդիկ հասկանան։ Քանդած եկեղեցին արժեք չի, քանդած եկեղեցին խայտարակություն է։ Երբ որ դու գնում ես Ռամզեսի քանդած տաճարն ես տեսնում, դա ասում ես դե լավ 4000 տարի առաջ մեռել են հիմա։ Ինչ կա հետա լավա որ էսի կասում, հա եկա, ձեր եկեղեցին ախր չեք սարքում։ Վերելեք ինձ ցույց տակ ինչ ան որ մեղքամ ձեզ փող տամ սարքեմ, ասեք մեղքանք փող տանք սարքենք։ Եթե հետ էլ չեք ուզում, ինչ կա որ բերել եք ստենք։ Ու հետո որ բերում ես այդտեղ սենց ճանապարհով։ Հետո մի հատ այդ ճանապարհով մի տեղ պետք է տանես, արդեն ոչ պիտի չի ուզում, ասում են կլինի լավ այլ։ Հասկացա, մեզ շատ են սիրում, հասկացա համարում են, հասկացա բան են անում, բայց դա տենց չի։ Եթե այդ 40 ավազակների չգիտեմ, որ մեկն է այդ մեծ շինարարությունները անում, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ երկրի ղեկավար, ոչ թե կոլխոզի քարտուղար, որը հայտնվել է այդ աթոռում պատահաբար, ինք կանչեր դրանց, կասեր մենք ունենք ծրագիր, այդ ծրագիրը հետևյալն է, այս ուղղությամբ ճանապարհ եք սարքում 4 հատ չգիտեմ, բնակավայրին ապահովում եք այսքան բան, ենթակառուցվածքներ, կանչում ես հյուրանոցներին, ասում ես սարքում եք ցանց, կամ կանչում ես Best Western-ին, կամ ես ասում ես քեզ տալիս եմ բաներ, առավելություններ Հայաստանում սարքի 40 հատ հյուրանոց։ Գոն։ Այն առարկաների անունով ռեստորանների տերերին կամ այդ ռեստորատորներին կանչում ես, ասում ես, ուրեմն սենց, եթե 10 մարզից 6-ում ունենաք բան, գործող բիզնես, ձեր հարկերը կնվազեն 3%-ով։ Ու սենց, այսինքն, եթե Նիկոլը երկրի ղեկավար լիներ, այս մտքերը հնենց չի որ վայ ես իննի գիտես սենց ինչ-որ բանը։
Պարզ է։ Բացում ես նայում ես աշխարհում ինչ են արել, ինչ են, մոտավորապես 100 տարի հետ ենք։ Թող բացի իր սիրած 4-րդ հանրապետության, Ֆրանսիայի 4-րդ հանրապետության բաները բացի, ըստ ցուցակի գնա։ Բայց չէ, հեծանիվ, կեպկա, շլյապ, նորաձևություն, էլ ինչ, յոլեշկա զաժգիս բան ինչ որ սենց, հա հոյակա բան, գնացել եմ այդ նոր բան, տոնածառը։ Հեչ վեճները չի։ Հրավառությունը տվեցին շատ սիրունա, բան սկսվավ, գնացել են սաղ արդեն, տրանսպորտային կալապս, բարդակ, ոչ մեկ չի հասկանում ոնց պտի գնա, ուր պտի գնա, այսենց կանգնած են, ինչ-որ ջոջեր են գելեն վագեններով դուս գալի մարդկանց մեջով, բան, լերիվ նորմալ նիկոլական վիճակ, սիրուն մի հատ սենց բանը պատետավորեցին, դրանից հետո ինչ, ոնց, խին, չիմար, վեժները չի, Սիրուն ռիլզեր, տիկտոկներ, բան լցրեցին, հողյակը, չէ, ես ուրախ եմ, որ սիրուն է, դրեք, բայց մենակ սիրունը ոչի, ասենք սիրուն աղջիկա, բայց եթե չի լվացում, որից կրտինք է օտա գալի, չէ, լավ սենց ասեմ, որ զզվեք արդեն, զզվանք առաջացնի ֆիզիկապես, շպարված սիրուն աղջիկա, հերվից մոտիկ ես գալի, որից գոզա օտա գալի, լավ է, տուն կտանեք, ցավոք սրտի, ասենք չգիտեմ, մեր երգիրը Նիկոլի վաղ տեսքում Եկեք այստեղ կանգնենք, Չեմ ուզում ստեղ կանգնեմ, ուզում եմ լավը լինի։ Դե տվյալ դեպքում չգիտեմ ինչ եք ուզում ասենք, այդ հրավառությունից հետո ինչ պետք է անեին, որ չեն արել։ Ապահովեին, որ մարդիկ էվակ պլան պետք է լինի։ Պետք է հայտնի լինի ոնց է հրապարակից դուրս գալիս։ Գիտեք մետրոյի կայանը բանը հանրապետության հրապարակը մինչև ժամը 10 մարդ չի ընդունում, մարդը ընդունում է 10 հոգի։ Իսկ գիտեք ինչու, որտեվ տելսելի ապարատները կասկածում են, որ չի աշխատել։ Չկարողացանք մտնենք ամեն դեպքում, երբ եկանք սենց լցված էին մարդիկ, ոստիկանությունը ասում է, չենք կարա շատ մարդներ թողենք, ոգի կուտակվում են։ Այսինքն տրանսպորտային կոլապսը դա է, որ դու պատրաստ չես դրան, դու հայտարարում ես, որ գալ, դու գիտես, որ քո կողմնակիցները գալու են լցվեն, հասկանում եմ դու իրանց ոչխարի տեղ ես դնում, բայց իրանք մարդ են արա։ Ավտոբուսները ապահովի հասցրու տեղ, մետրոն ապահովի, որ այդ օրը երկու կողմով գնանք, չգիտեմ, մի բան արեք դուք, հաշվեք, քանի մարդ է գալու, նախապես պլանավորեք էվակուացիան, հիմա աստված չանի, մի բան լիներ, որովհետև մեզ մոտ եղել է, այդ ինչ մեկ մի անգամ բան էր, բան տրակեց այնտեղ, ախպեր ոնց են էվակուացիա լինել, առանց բոլորը բարի վիճակում, ժպտալով, նոր տարի, բան, սենց ժպիտով, բան, հա մեկը ինչ-որ 5 րոպե, 10 րոպե, 15 րոպե հետո հասկանաս մարդկանց մոտ ագրեսիա առաջանում։ Ելքի ճանապարհ չկա, տուրիստներ կան գլուխ չեն հանում ոնց պիտի դուրս գան հրապարակից։ Գնում կորում են հետ են գալի։ Այսինքն այդ ամեն ինչը կոչվում է կառավարում։ Այդ կառավարման փորձը, ուրբանիստիկան, բանը ինքը ընենց չի, որ դու փաբերով ֆրֆռում ես ու ինքը գալի վրա փոշուկ ես։ Այս օրինակով դուք ուզում եք ասեք այս փոքրի մեջ եթե դու չես կարողանում կառավարես, մեծ խնդիրները Այո, մեծ խնդիրները բարդանում են, իսկ մարդկանց մոտ այդ մանավանդ եթե իրան վստահում են, ինքը ամաչում է, որ չի անում, չի կարողանում, վախենում է, որ չի ստացվի, վախենում է վարկանիշ կորցնի, չի անում, իսկ չանելը ավելի վատ է, տեմպ ենք կորցնում դեպի Եվրամիություն գնալու, որովհետև շատ հաճախ իրանք վախենում են ինչ-որ քայլ անել, վստահ լինելով, որ չի ստացվի, ամաչում են նրանից, որ չի ստացվի, բան չնանի, քաղքենին ոնց է իրան պահում, точно տենց։ Կարեն Սարգսյան, սոցիալական Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ։ Մի երկու բառել ձեր ինտեգրացիոն պլատֆորմի մասին, եթե դժվար չի։ Հիմա բավականին լուրջ բան ենք անում, խոսք ենք ՀԿ-ի մասին, ՀԿ-ի։ Այո, ՀԿ-ի մասին խոսքը։ Պատրաստում ենք մի երկու մեծ նյութ, որը նաև ինտեգրման Եվրամիության հետ եւ Եվրոպայի հետ ինտեգրման է վերաբերվում։ Այս պահին կարող եմ ասել, որ ունեմ հրավեր Իտալիա, հունվարին, որը մեծ միջոցառում է համաեվրոպական,
եւ մեծ հավանականությամբ եւս մեկ արդեն գիտական կոնֆերանսի տեսքով ապրիլին դա Մեծ Բրիտանիա։ Այսինքն մեզ մոտ բավականին ակտիվ գործողությունները գնում են, մենք շարունակում ենք, ամենակարևորը այն է, որ Հայաստանի հանդեպ գոնե մեր մասով կարողանում ենք ապահովենք, որ վերաբերմունքը պայմանավորված լինի ոչ թե նրանով, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի մոտ, այլ նրանով, որ Լևոն Լուսինյանն ու վերջի հայոց թագավորը հանգչում է Սեն-Դենիում Ֆրանսիայի թագավորների կողքին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Կանե Սարգսյանի հետ ենք զրուցում, սոցիոլոգ վերլուծաբան, զրուցում եմ ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։